Ազգային ժողովում քննարկում էին 2026 թվականի բյուջեն ու հիշում նախորդ տարիների բյուջեները, ինչ որ կերպ այս քննարկումների մեջ տեղավորվեց նաև եկեղեցին։ Իրական հոգևոր արժեքներ կրող քաղաքացիները մեր կողքին են եւ մենք բոլորս միասին կարողանալու ենք շատ շուտով վեհարանը իրականում վերադարձնել վեհին։ Իսկ Քրիստինե Վարդանյանը հեգդանքով է արձագանքում իշխանական падգամավորին, ասում է 10 թեմերից 3-ի առաջնորդները ձերբակալված են, արդյոք դա պատահական է։ 10 թեմ ունի Հայաստանի Հանրապետությունը։ 10 թեմ։ Ինչ եք կարծում, քանի թեմի առաջնորդը հենց հիմա, երբ որ ես խոսում եմ, բանտում։ 3։ Չէ, սա հանկարծ սխալ չհասկանաք։ Սա բանը, եկեղեցու դեմ արշավ չի, չէ, կապ չունի դա որևէ կերպ եկեղեցու արշավի, վեհափառի նկատմամբ արշավի հետ, պատահականություն է, ուղղակի հենց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեր եկեղեցու մասին խոսեց նույն Փաշինյանի հայտարարություններով, հենց Հայաստանում սկսվեց արշավը եկեղեցու դեմ, սրբազաններ միանգամից հանցագործ դարձան, միանգամից, դա որևէ բոլոր համընկնումները բան են, պատահական են։ Էմմա Պալյանը, ինչպես նաև իր ընդդիմադիր գործընկերը բյուջեի քննարկման ժամանակ հիշում են վաղարշապատի ընտրությունները, հիշեցնում իրենց տեխնացուի համարն ու հորդորում քվեարկել նրա օգտին։ Իդեպ Պալյանը ելույթի ընթացքում նաև հիշեց երկրորդ եւ երրորդ նախագահների հարցազրույցները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը կազմակերպելու մեջ։ Կանդրադառնամ նաև մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպած Քոչարյան Ռոբերտի մտքի գոհարներին, փայլատակումներին, հարգելի հայրենակիցներ, այս մարդը, ով եւս երբևէ ընտրված նախագահ չի եղել, բայց նորից աշխատել է երկար տարիներ որպես նախագահ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է 44 օրյա պատերազմը հրահրելու մեջ։ Եկեք եւս մեկ անգամ փաստենք, որ այստեղ եւս շատ ասելիք չկա, միայն ու միայն կարող ենք շատ կարևոր արձանագրում անել, ասելով, որ այս մարդը եւ իր թիմակիցները, իր ընտանիքը բացարձակապես կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ։ Հիշեցնենք, ԿՊԱ-ական падգամավորի ասածը դատական որևէ վճռով հաստատված չէ ու դրա վերաբերյալ որևէ ապացույց չկա։ Նախկին նախագահներին անդրադարձավ նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր падգամավորներից մեկի ելույթից հետո։ Ձեզ հարմար մարդկանց հարցազրույց եք տալիս։ Եկեք վարչապետ Փաշինյանին մի պատմեք, Ալենին մի պատմեք, չգիտեմ, մեր падգամավորներին մի պատմեք։ Թող գա Ռոբերտ Քոչարյանը, նստի ընտրված իդեպ ի տարբերություն իրան, ընտրված մարդու առջև եւ հայ ժողովրդին պատմի, թող չպատասխանի նույնիսկ պարոն վարչապետին, թող հայ ժողովրդին պատմի, ասի գիտեք ինչ, Ղարաբաղի հարցում սա այս հարցը սենց ա եղել, այս բանը սենց ա եղել, այս բանը սենց ա եղել, վախենում ա։ Իհարկե օրվա գլխավոր թեմայից բյուջեից եւս խոսեցին։ Ընդդիմադիրներն իշխանությանը մեղադրում էին պարտքեր կուտակելու եւ խոստացած տնտեսական աճից ավելի քիչն ապահովելու համար։ Այլ ցուցանիշներ ենք բերում՝ ծայրահեղ աղքատության, հանցավորությունների աճի, թմրամիջոցների ապօրինի շրջանառման, որտեղ ավելացում կա, դուք ասում եք, դուք չեք հասկանում, մեթոդաբանությունն ենք մենք փոխել։ Սկսել ենք ուրիշ ձև հաշվել, դրա համար է մենակ բանը պայմանավորված, թվերի վատթարացումը, ուրիշ ոչ մի հանկարծ այս երկրում խնդիր չկա։ Բայց այ որտեղ աճ կա օրինակ 31%-ի աճ սպառողական վարկերի բանում, սպառողական վարկ վերցնողների թվի մեջ։ Վարկով ապրող պետություն, վարկով ապրող քաղաքացի, գնալով թանկացող գներ, չաճող եկամուտներ, այսինքն ոչ թե չաճող, թվերը աճում են, բանի վրա, թղթի վրա աճում են։ Կենսամակարդակը դրանից աճում է։ Չէ։ Այստեղ նշենք, որ աղքատությունը նվազել է մինչև 21.7%, եւ ծայրահեղ աղքատությունը հասել է 0.6%-ի, որը մեր ծրագրային դրույթներն է եւ մենք դա իրականացնում ենք պատշաճ։ Այստեղ նշեմ նաեւ, որ գործազրկությունը այս պահին կազմում է 13.9%, որը միջին թիվ է, համացան համար ասեմ, որ Վրաստանում նույնպես գործազրկության տոկոսը 13.9 է։ Հիմա այս վերլուծությունը ինչ է բերում, որ եթե ամփոփենք, ստացվում է, որ մեր ընդհանուր բյուջեն 2026-ին մոտ 2.5 անգամ մեծ է 18-ի համեմատ, սոցիալական պաշտպանությունը աճել է 143%-ով, կրթության ոլորտը 180%-ով, առողջապահությունը 151%-ով։ Կապիտալ ծախսերը 4 անգամ աճել են, 4 անգամ 218 թվականի համեմատ աճել են կապիտալ ծախսերը։ Դա շատ լուրջ թիվ է, 4 անգամ։
Հերոսական քայլ է, որ Ակում Բագրատյանը ներքին ու արտաքին խոչընդոտների պայմաններում նման ցուցանիշներ գրանցել է։ Արտաքին խոչընդոտները COVID-ն ու պատերազմն են 2020 թվականից, իսկ ներքինն ըստ նրա նախկին ընդդիմադրի ներկա ընդդիմությունն է։ Նորմալ պայմաններում, երբ չկան արտածին գործոններ, մեր տնտեսական աճը 5.2-ից 5.4% է։ Հիշեցնեմ, որ կառավարությունը խոստանում էր տարեկան միջին աճի նվազագույն մակարդակ 7%, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում 9%, կառավարության ծրագիր նույն էջ։ Մենք 2 տարի 9 ամիս ունեցել ենք բարենպաստ արտաքին պայմաններ։ Դա վերացավ 5.2-5.4։ Բայց ախր նորմալ պայմաններն էլ նորմալ պայմաններ չեն։ Տնտեսական աճն ապահովել է խիստ բարձր արտաքին պարտքային բեռի պայմաններում։ Տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ։ Արտուր Խաչատրյանն ասում է, պարտքով այո, շատ բան կարող ես անել, բայց միևնույնն է, ավելի շատ գումար պետք է վերադարձնես։ Ասում է, չկա հաշվարկ, թե ինչքան տնտեսական աճ կունենայինք, եթե չլիներ պարտքը։ Ընդդիմախոսները կփորձեն հակադարձել, թե թվերի աճը տարեստարի բնականon տնտեսական աճի արդյունք է, մինչդեռ սա ճշմարտության մի փոքր մասն է միայն։ Նման շեշտակի աճի առավել էական պատճառը այն է, որ մենք վերջ դրեցինք այն արատավոր համակարգին, որտեղ պետական բյուջեն հաճախ ծառայում էր ոչ թե քաղաքացուն եւ հանրությանը, այլ առանձին բոլորիս քաչայտնի անհատներին եւ զանազան ընտրյալ խմբերին։ Նիստին ներկա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բյուջեի աճի դինամիկան սկսած 2018-ից։ Խոսել է նաև ոլորտային վարժարանի եւ ակադեմիայի կրթության մասին, նշելով վերջինում դիմորդներն ավելացել են 26%-ով։ 2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ։ Արտարժույթով դա կազմում է 640 միլիոն դոլար։ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ, որը կազմում է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար։ Այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 2023, 24, 25 եւ արդեն 26 թվականին կատարված եւ կատարվելիք ծախսերը, ինչպես երեք եմ նաեւ նշել, աննախադեպ են։ Իսկ Գեղամ Մանուկյանը բանակային մի շարք այլ խնդիրներից խոսեց ու վարկած առաջ քաշեց, թե ինչու կարող է պաշտպանական բյուջեն կրճատված լինել։ Որովհետև դա արտաքին քաղաքական ուղերձ էր, որտեղ այս իշխանության քաղաքական կրեդոյի ուղերձն էր, որ մենք կուճրտելու ենք, մենք բյուջեն բանակի կրճատում ենք, ուղղված Բաքվին, ուղղված Թուրքիային եւ այլ ոչ բարեկամ երկրների։ Գեղամ Մանուկյանը հեգնանքով է վերաբերում ռազմական տեխնիկային ծանոթանալու վարչապետի հայտարարություններին։ Առաջարկում է տուրեր կազմակերպել։ Ազգային ժողովում բյուջեի քննարկումները շարունակվում են։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։